Ովևէ մարդ, երբ Աստվածաշունչը փանա եւ սկսի Աստծո ստեղծագործության պատմությունը ընթերցել, բնականաբար իր միտքի մեջ պիտի հավաչանան շարք հարցումներ, որ բնական է։ Բնական է, որովհետև Աստված կատարյալ է եւ մենք որպես անկատար էակներ պիտի հարցումներ ուղենք, պատասխաններ ստանանք եւ դակավին պիտի շարունակենք նոր պատասխաններու հասնել, որպեսզի գավենանք Աստծո կատարելութենեն միայն գաթիլը հասկանալ։ Այսօր կուզենք հետևյալ հարցումը նկատի առնել. Ինչու Աստված 6 օրվան ընթացքին աշխարհը ստեղծեց։ Աստվածաշունչի մեջ եւ քրիստոնյային համար թիվ 7-ն կատարելության թիվն է։ Անոր համար, երբ դավը տեսնենք, պետք է հասկանանք, որ անիկա կնշանակե, թե Աստված էություն է, քոյություն է, կատարյալ է։ Իսկ թիվ 6-ը կգնա ներկայացնել չամբողջացած ընթացքը կամ կատարելության կացող ժամանակահատվածը։ Այն դրամապանությամբ թիվ 6-ը կատարելության թիվեն մեկ թիվ առաջ է։ Ունգընթրողիդ միտքի մեջ շփոթ չհավաճացնելու համար հստակորեն ասենք, որ Աստծո ստեղծագործությունը կատարյալ է, բայց այդ կատարյալ ստեղծագործությունը ժամանակի ընթացքին կամբողջանա եւ պիտի ամբողջանա 7-րդ օրը, երբ Տիրոջ երկրորդ քալուստը այլ խոսքով Դադաստանի օրը հասնի։ Թիվ 6-ը նաև գխորհրդանշե աշխատանքի թիվ է։ Աստված 6 օրվան ընթացքին ստեղծագործեց։ Եթե գարդոնվի ասել 6 օր աշխատեցավ, իսկ 7-րդ օրը հանգստացավ։ Ասիկա մարդուն համար բացարձակ օրինակ է, որ ան 6 օր աշխատել է յետք պետք է 7-րդ օրը հանգստանա։ Ան կհանգստանա Տիրոջմով։ Ուրեմն 7-րդ օրը պետք է մեր հոգին Տիրոջմով հանգստանա։ Տիրոջ օրը Տիրոջմով անցնել։ 6 օր աշխատել, իսկ 7-րդ օրը եւ մեր հոգին եւ մեր մարմինին հանգստալ։ Տիրոջմով հանգիստ։ Օրերու ընթացքին ստեղծելը ցույց կտա Աստծո քեւ իշխանությունը ժամանակին վրա։ Անիկա գարջ ժամանակահատվածի մեջ իր ամենակատարելությամբ ստեղծեց ամբողջ աշխարհը։ Եվս ավավել ցույց կտա, թե Աստված բադահականության չթողուց ստեղծագործությունը։ Օրերու բաժնելը ցույց կտա անոր ձեռքբերումը եւ իր ստեղծագործության դված արժևորումը, արժեքը։ Գեղեցիկ պիտի ըլլավ ասելը անոր գանխամտածումը, գանուխեն մտածելն ու ծրակվելը։ Այսքանը որպես ամփոփ բացատրություն։ Այժմ այս 6 օրերու ստեղծագործությունը ինչ պատկամ ունի մեզի փոխանցելիք։ Առաջին, Աստծո ստեղծագործությունը 6 օրերու վրա բաժնված ըլլալը մեզի կսովեցնե, թե մեծ աշխատանքները եւ այս բավականին մարդուն համար կատարված աշխատանքները կբահանջեն ժամանակ, հոգածություն, հավատևություն եւ պատասխանատվություն։ Մենք մեր ավակելությունը եւ ինչու՞ չէ նաեւ հոգեվոր կյանքի աճը չենք կրնա բադահականության ցկել, այլ անոնք կբահանջեն ժամանակ, հոգածություն, հավատևություն, հավաչընթաց եւ պատասխանատվություն։ Երկրորդ, Աստծո ստեղծագործությունը 6 օրերու վրա բաժնված ըլլալը մեզի կսովեցնե Աստծո ամենակարողության բացահայտումը։ Ասկե կսովինք ամեն օր զարկանալ եւ դեռ կայլ չարցանակվել, որբեսի ամեն օր մեր մեջ նոր բամը բացահայտվի եւ ադիգա ծավայե Աստծո փառքին մեր եկեղեցվո եւ անոր ընդմեջեն մեր սիրեցյալ հավատացյալներուն համար։ Երրորդ, Աստծո ստեղծագործությունը 6 օրերու վրա բաժնված ըլլալը մեզի կսովեցնե համբերություն։ Եթե գուզենք աշխատանքը
ձվակեմը գամ ավակելութումը հաջողցնել, ուրեմն պետք է ըլլանք համբերադար, պետք չէ աջաբավել, ինչպես ժողովրդական ասացվածքը գսե, լավ գործը եւ գավ ժամանակ կբահանջե։ Չորրորդ եւ վերջին, Աստծո ստեղծագործությունը 6 օրերու վրա բաժնված ըլլալը մեզի գսովեցնե նպատակի հետաբնթում։ Երբ ունենք կյանքի նպատակներ, պետք չէ սպասել զանոնք անմիջապես կատարվին, այլ պետք է հանգիստ ժամանակ տալ հասնելու հոն, ուր կուզենք հասնել, այն ինչին, որ մեզի համար նպատակ ու արժեք է, մանավանդ, երբ փավի են։ Ահավասիկ, Աստծո ստեղծագործութենեն գսովինք ըլլալ ժամանակի դեր անց, մեր ձվակիրներն ու նպատակները հաջողցնելու համար պետք է ըլլալ համբերադար, հավատևող, պատասխանատու, ամենօրյա զարգացման հետամուտ։ Ինչ որ գնենք, թող անիգա ըլլա ձվակրված եւ ոչ պատահականության ձգված, եւ մանավանդ անոնք ըլլան Աստուծո եկեղեցվո եւ ժողովրդին փառքին համար նպատակատրված աշխատանք, թող անոնք ըլլան փավի նախքան այս բոլորը կատարելը աղոթենք անոնց համար, որ մեր գամքը Տեր Հիսուսին գամքին հետ խառնվելով մեր ժողովրդին եկեղեցվո եւ ամբողջ մարդկության համար փավի աշխատանքը ձեռք ցկենք։ Ամեն։